Սիրելի քույրեր եւ եղբայրներ, արժանապատիվ Տեր հայր եւ սիրելի սարկավակ եղբայրներ եւ հավատացյալներ, նախ ուզում եմ շնորհակալությանս խոսքը ասել ինձ այսօր այս սիրելի եկեղեցում հարոս խոսելու պատիվը ընձեռնելու համար եւ նախ շնորհակալությունս պիտի հայտնեմ Մասյացոտ ընթեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, որ իր օրհնությունը սիրով տվեց եւ մնում ենք աղոթող իր համար եւ թեմի բոլոր հոգեվորականների համար եւ բոլոր հավատացյալ քույրերի եղբայրների համար դժվարության այս օրերին հաստատուն մնալու Տիրոջ ողորմության մեջ եւ իրենց սպասավորության մեջ։ Իմ խորին շնորհակալությունը Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովին, իմ սիրելի հոգևոր հորը Տեր Գրիգորին, որ սիրով այս պատիվը ինձ ընձեռեց։ Այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցում անառակի կիրակին է։ Մենք ավետարանից ընթերցեցինք 3 առակներ, որոնք 3-ն էլ պատմում էին կորածի եւ վերադարձածի մասին, կորածի եւ գտնվածի մասին։ Եկեք ընթերցենք առակները։ Ղուկասի ավետարան 15-րդ գլուխ։ Եվ բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրան մոտն էին, որպեսզի լսեն նրան։ Փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին եւ ասում. Ինչու է սա ընդունում մեղավորներին եւ ուտում նրանց հետ։ Հիսուս նրանց այս առակն ասաց. Ձեզանից ով է այն մարդը, որ երբ 100 ոչխար ունենա եւ գործնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի 99-ին եւ չի գնա կորածի հետևից։ Մինչև որ այն գտնի, եւ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրա, խնդությամբ եւ կգնա տուն, կկանչի բարեկամներին եւ հարևաններին եւ նրանց կասի ուրախացեք ինձ հետ, որովհետեւ գտա իմ կորած ոչխարը։ Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան 99 արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Կամ ով է այն կինը, որ երբ 10 դրամ ունենա եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի ավլի տունը փութով եւ չի փնտրի միջև որ գտնի եւ երբ գտնի կկանչի բարեկամներին եւ հարևաններին ու կասի ուրախացեք ինձ հետ որովհետեւ գտա իմ կորած դրամը ասում եմ ձեզ Աստծո հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար որն ապաշխարում է եւ ասաց մի մարդ 2 որդի ուներ նրանցից կրտսերը հորն ասաց հայր Տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր հետո կրտսեր որդին հողի վերածելով ամեն ինչ գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետեւ անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ եւ նա սկսեց չքավոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին եւ սա ուղարկեց նրան իր ագարակը խոզեր արածեցնելու։ Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Ապա խելքի եկավ եւ ասաց. Քանի վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ, գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը։ Եվ վեր կացավ, եկավ իր հոր մոտ, եւ մինչև դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գտած, վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ Եվ որդին ասաց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Հայրը իր ծառաներին ասաց. անմիջապես հանեցեք նրա նախկին պատմճանը եւ հագցրեք նրան մատանին նրա մատը դրեք եւ նրա ոտքերին կոշիկներ, բերեք պարարտ եզը մորթեցեք
ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։ Եվ սկսեցին ուրախանալ։ Իսկ նրա ավակ որդին ագարակում էր, եւ մինչ գալիս էր եւ տանը մոտեցավ, լսեց երգերի եւ պարերի ձայնը եւ իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե այդ ինչ է։ Եվ սա նրան ասաց, քո եղբայրը եկել է եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան։ Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել, իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց եւ ասաց հորը. այսքանի տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել, ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր։ Հայրը նրան ասաց. որդյակ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմն է, քոնն է, բայց պետք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։ Սիրելիներ, ինչպես ասացի, այսօր մենք 3 առակ կարդացինք եւ 3 առակներն էլ կորածի եւ գտնվածի մասին։ Բայց որպեսզի ավելի մանրամասն եւ խորը ըմբռնենք առակների նշանակությունը, պիտի ուշադրություն դարձնենք, որ Ավետարանիչը ասում է, որ առակները պատմեց Տերը, որովհետեւ փարիսեցիները նեղվում էին, երբ Հիսուս մեղավորների հետ հաց էր ուտում։ Ուրեմն առակների բուն նշանակությունը կամ խոսքը առակների ուղղված է եղել առաջին հերթին փարիսեցիներին, նրանց ովքեր իրենց մի բան են կարծել, համեմատվելով ուրիշների հետ եւ համարել են, որ մեր կարգավիճակը, արդարությունը մեզ արժանի է դարձնում, որ Հիսուս մեզ հետ նստի, մեզ հետ զրուցի, իսկ այդ մեղավորները, որոնք մեր նման չեն, որոնք որ օրենքը չգիտեն, որոնք որ խախտում են պատվիրանները, նրանք արժանի չեն, որպեսզի Աստված իր մարգարեի կամ սուրբի կամ վարդապետի միջոցով նրանց հասնի։ Եվ եթե բացում ենք Եսայի մարգարեությունը, որ այսօր կարդացինք, 54-ի 11 համար ասում է. ու ով դու, որ տառապյալ ես եւ խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչեւ որ դու մխիթարվես։ Եվ Եսայի մարգարեությունը չի ասում, որ Աստված հաշտվեց իր ժողովրդի հետ, երբ որ ժողովուրդը ինչ-որ բաներ արեց։ Աստված իր խոսքը սկսում է այս տողերով. ես արդեն հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ դու կմխիթարվես։ Եվ ուրեմն հաշտությունը Աստծո հետ մեր ջանքերի արդյունքը չի, այլ Աստծո ողորմության արտահայտությունը։ Երբ որ մենք մեղքի մեջ ենք, իսկ մենք բարբերաբար եւ հարատև մեղքի մեջ ենք, մեզ համար չկա ուրիշ հնարավորություն Աստծո հետ հաշտվելու, բացի Աստծո կողմից իր հաշտվելու կամքը։ Եթե կարդում ենք այս առակները կորածների եւ գտնվածների մասին, 3 դեպքում էլ Աստված ինքն է գնում մեղավորի հետևից։ Գիտեք, հրեաները եւ մենք սովոր ենք մտածել եւ մեր կյանքում այդպես էլ ապրում ենք, որ երբ որ ինչ-որ մեկը իմ հանդեպ չարիք է գործել, պիտի գա, ներողություն խնդրի եւ ես իրեն կներեմ, կհաշտվեմ իր հետ։ Քանի դեռ չի եկել, ներողություն չի խնդրել, ես չեմ հաշտվում։ Ու մեր ներսում նաեւ ոխ ենք պահում այդպիսի մարդկանց հանդեպ, ովքեր մեր հանդեպ մի սխալ բան են արել։ Բայց Եսայի մարգարեության մեջ Տերն ասում է, որ իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն, իմ մտքերը ձեր մտքերը չեն։ Իմ մտքերը տարբերվում են ձեր մտքերից, ինչպես երկինքը երկրից։ Ուրեմն մենք պիտի հասկանանք, որ Աստված չի մտածում մեր նման։ Փարիսեցիները եւս մեղավորներին չէին ուզում ընդունել։ Եվ մենք էլ հաճախ
մեղավորներին չենք ուզում ընդունել։ Համարում ենք, որ արդեն դրանք վերջացած մարդիկ են եւ Աստված պիտի դրանց պատժի, որովհետեւ մեր հանդեպ սխալ են վարվել կամ մեղք են գործել։ Բայց Քրիստոս առակների միջոցով բացատրում է, որ Աստծու համար մենք ոչ թե հավատացյալների խումբ ենք, այլ անհատ մարդիկ, որոնցից ամեն մեկի համար Աստված պատրաստ է թողնել մնացածին եւ գնալ իր հետևից։ Ուրեմն մենք սովորենք խմբակներով հաշվել մարդկանց, ինչպես կհաշվեինք խրձերով ճյուղերը կամ գրքերը տուփերով, սովորենք քանակություն հաշվել, 5000 հոգի, 500 հոգի, բայց Աստված ուշադրություն է դարձնում յուրաքանչյուրին անհատապես եւ ամեն մեկի համար պատրաստ է գնալ եւ գտնել նրան, ինչպես որ 100 ոչխարի առակի մեջ ասած, որ մեկը կորավ եւ ինքը թողեց 99-ին եւ գնաց այդ մեկի հետևից։ Եվ 10 դրամից մեկը կորավ եւ ինքը ամբողջ տունը ավլեց, որպեսզի գտնի այդ մի դրամը եւ ուրախացավ ավելի քան այն 99-ի կամ 9-ի համար, որ ուներ, որոնք որ կորած չէին։ Ուրեմն մենք էլ պիտի սովորենք մեր հորից, մեր Աստծուց ուրախանալ գտնվածով, ուրախանալ այն մի հոգով, ով որ ապաշխարությամբ գալիս է մեր մոտ, չծանրաբեռնել մարդուն ավելորդ մեղադրանքներով, չծանրաբեռնել մարդուն ավելորդ հիշեցնելով իր մեղավոր լինելը, այլ սիրով եւ խնդությամբ ընդունել մեկ փրկվածին, որին Աստված բերում է։ Մեծ հաշվով մենք չէ որ գնում ենք եւ մեղավորներին գտնում ու հետ ենք բերում։ Աստված ինքը գտնում է մեղավորին եւ գտնում է այն մարդուն, ով որ խոսքը կասի, եւ այդ խոսքը, ինչպես Եսայի մարգարեության մեջ ասում է, չի վերադառնա առանց իր գործը կատարելու։ Ինչպես որ անձրևը գալիս է եւ հետ չի գնում երկինք, մինչեւ որ չի կատարում իր գործը, այսինքն չի ջրում հողը, սերմը եւ այլն։ Ուրեմն նույն կերպ էլ Աստծո խոսքը, որ մենք տարածում ենք, անիմաստ չի կորչում, մինչեւ որ չկատարի իր նպատակը, ինչ որ Աստծո կամքն է։ Հասնում է այն մեղավորի սրտին, ում համար այդ խոսքը ասված էր, եւ սրտի մեջ փոփոխություն է մտցնում։ Հիմա վերադառնալով երրորդ առակին, որ ամենից ծավալունն էր եւ որի անունով Կիրակին կոչվեց անառակի Կիրակի, եթե հիշենք մեր Կիրակիների ընթացքը, բուն բարեկենդանին մենք հիշեցինք ադամական դրախտում եղած կյանքը, բարի կյանքը, արտաքսման Կիրակին մենք հիշեցինք մեր արտաքսված լինելը Ադամի հետ միասին, եւ այս Կիրակին մխիթարության Կիրակի է եւ հաշտության Կիրակի, որովհետեւ Աստված մխիթարում է մեզ ասելով, որ ես ձեզ հետ հաշտվել եմ։ Աստված մեզ ասում է, որ ձեր մեղավոր լինելը չեմ համարում վերջնակետ ձեր կյանքի համար, այլ եկել եմ ձեր ետևից։ Ուրեմն ինչն է մեզ բաժանում մեր Աստծուց։ Մեր Աստծուց բաժանում է մեր անզեղջ սիրտը, չզղջացող սիրտը։ Ինչպես որ անառակ որդու կյանքում էր։ Ինչ արեց անառակ որդին։ Ինքը եկավ իր հոր մոտ եւ ասաց, որ իմ ժառանգությունը ինձ տուր։ Բոլորս գիտենք, որ ժառանգությունը բաշխվում է հոր մահվանից հետո։ Երբ որ որդին գալիս է հորն ասում է ինձ բաժին հասնող ժառանգությունը տուր, ինքը իր հորը ասում է, որ դու ինձ համար արդեն մեռած ես։ Հաշվում եմ, որ դու իմ համար մեռած ես, իմ ժառանգությունը տուր, ես կանեմ ինչ որ կուզեմ։ Եվ սա ասում էր որպես մեկը, որը իրավունք ունի։ Մենք էլ հաճախ Աստծո առաջ կանգնում ենք, իբրև իրավունք ունեցողներ ենք, պահանջում ենք։ Ասում ենք մենք այսինչ ժողովրդի զավակներն ենք, մենք այսինչ բարի գործերն ենք կատարել, տուր ինձ այն, ինչին ես արժանի եմ։ Եվ ես կգնամ
եւ կապրեմ ինչպես կուզեմ։ Մենք գալիս ենք եկեղեցի, մկրտվում ենք իբրև հայ, ոչ բոլորը իհարկե, բայց հիմա ասենց ընդհանրացնելով եմ ասում։ Շատ հաճախ գալիս են եկեղեցի եւ մկրտվում են իբրև հայ, պարզապես որովհետեւ հայ են։ Եվ կարծես թե մկրտության շնորհը պահանջում են, որովհետև մենք հայ ենք։ Եվ այդպես պահանջելով մկրտության շնորհները ասում են դու ինձ տու իմ շնորհները ինչին, որ ես արժանի եմ, որովհետև հայ եմ, որովհետև ժառանգն եմ այն հայրերի, որոնք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունեցին, այն թագավորների, որոնք Քրիստոսին ընդունեցին եւ այլն, այս բոլոր սուրբերի, որ մեր եկեղեցում կան, դրանց ժառանգն եմ ես, ուրեմն պարտավոր ես ինձ տալ մկրտության շնորհը։ Վերցնում եմ եւ գնում եմ ինչով ուզում եմ զբաղվում եմ։ Ինչպես որ անառակը վերցրեց իր ունեցվածքը, վերածեց փողի ու գնաց եւ ապրեց իր կյանքը ինչպես ուզում էր։ Հեռավոր մի քաղաք գնաց, այսինքն ընտանիքից հեռացավ։ Ինչպես որ մեր եկեղեցիներում հարյուրավոր մկրտվողներից շատ քչերին ենք հետո եկեղեցում տեսնում պատարակին կանգնած։ Ամեն տարի ամենափոքրիկ եկեղեցում անգամ հարյուրավոր մարդիկ մկրտվում են։ Եվ այդ հարյուրավոր մարդիկ եկեղեցում չեն։ Շատ քչերն են հետո մնում եկեղեցում։ Ուրեմն առակը պատմում է այդպես մեր կյանքի մասին։ Ես ինքս եւ իմ նման շատերը միայն մեծ հասակում ապաշխարության առիթ ստանալով Աստծուց վերադարձել են եկեղեցի։ Մենք էլ ենք ապրել անառակի պես հեռացած ընտանիքից եւ վատնել ենք այն շնորհները մկրտության, հավատքի, հույսի, սիրո շնորհները, որ Աստված մեզ բաշխել է։ Եվ ուրեմն անառակը իբրև մարդ մեղավոր էր եւ մենք բոլորս մեղավոր ենք, բայց Հովան Ոսկեբերան Սուրբ Հայրապետը ասում է, որ մարդուն հատուկ է միտքը փոխելը, զղջալը։ Իսկ անզեղջ սիրտը նմանեցնում է մարդուն սատանային, որը անփոփոխ կերպով ձգտում է մեղքի։ Ուրեմն քանի դեռ մենք նմանվում ենք սատանային, այն օտար քաղաքում, հեռավոր տեղում, որտեղ որ մենք անցկացնում ենք վատնելով մեր ժառանգությունը, կամաց նմանվում ենք այդ աշխարհի բնակիչներին, որ մեկնիչներն ասում են ագարակի տերը սատանան է, եւ քանի որ ընդունված ժողովրդական առած կա, որ նմանը նմանին է գտնում, եւ այդ պատճառով երբ որ սովը սկսեց, երբ որ իր ունեցածը, որի ընտրվել էր, վատնեց, ոչ թե հաց ձեռք բերելու համար, այլ անպիտան բաներ, որոնք որ կյանք չեն տալիս, ինչպես որ Եսայի մարգարեության մեջտեղ ինքը ասում է, ձեր արծաթը ծախսեք հաց գնելու համար, եւ ոչ թե անպիտան բաներ, որոնք որ ձեզ չեն կշտացնելու։ Եվ մենք էլ մեր ունեցվածքը ծախսում ենք անպիտան բաներ գնելու համար, ոչ թե կյանքի հացը, որ մեզ կարող է կերակրել։ Տերն էլ ինքը ասում է ավետարանում, որ գնացեք աշխատեցեք այն հացի համար, որ կյանք է տալիս, եւ ոչ թե կորստական հացի համար։ Եվ ուրեմն վերադառնալով անառակ որդին անզեղջ մնալով իր որոշման մեջ, տնից հեռանալու եւ իր ժառանգությունը վատնելու որոշման մեջ, նմանվում է կամաց սատանայի։ Եվ դրա համար սկսում է ծառայել սատանային, ագարակում, խոզերին արածացնելով։ Բայց մենք պիտի հասկանանք, որ այդ այսպես կոչված ազատությունը, որին մենք ձգտում ենք ընտանիքից հեռանալիս, մեզ դարձնում է ստրուկ, ծառա ուրիշի կամքի։ Եվ այդ ուրիշը սատանան չի կամենում մեզ կերակրել։ Եվ նույնիսկ պղծված կենթանի, պիղծ կենթանի համարվող խոզի կերը թույլ չի տալիս, որ ուտի։ Ծեծում է դրա համար, երբ որ տեսնում է, որ փորձում է նույնիսկ այդ խոզի կերը եղջերենին օգտագործի, եղջերենու պտուղը օգտագործի, ասում է, ծեծում էին իրեն դրա համար։ Հրյայի համար արդեն իսկ պղծություն էր խոզ արածեցնելը։
Էլուր մնաց խոզիկեր ուտելը։ Ուրեմն պատկերացրեք այս առակի մեջի անարակ որդին ինչքան ընկել էր իր մարդկային բարձրությունից, որ խոզ էր արածեցնում, հերիք չի մի հատ էլ ուզում էր խոզիկեր ուտեր ու իրեն չէին էլ տալիս դա։ Եվ այս վիճակում երկու տարբերակ կա, կամ մենք պիտի անզեղջ մնանք, շարունակենք հաստատուն մնալ մեր մեղքի մեջ, եւ կամ մեր միտքը պիտի փոխվի։ Եվ մտքի փոփոխությունը կոչվում է ապաշխարություն։ Զղջումից սկսվում է ապաշխարության ընթացքը եւ անարակի կյանքը ապաշխարությամբ վերադառնալու ամենից գեղեցիկ օրինակն է։ Երբեմն մենք զղջում չենք ապրում, մինչև ողբերգության չենք հասնում, անձնական ողբերգության, ներքին ողբերգության կամ արտաքին կարևոր չի։ Երբեմն միայն ողբերգությունն է մեզ արթնացնում մեր մեղքի մեջ։ Եվ այդպես էլ անարակը արթնացավ այն ժամանակ, երբ որ խոզ էր արածեցնում եւ ուզում էր խոզի կերակուր ուտել։ Երբ որ արթնացավ, իր մտքում լուսավոր կերպարը հոր հիշեց եւ հոր ընտանիքը, որտեղ ծառաներ կան, որտեղ բոլորը կուշտ են, եւ մտածեց, ես այստեղ կորչում եմ, իսկ իմ հոր տանը ծառաներ կան, որոնք որ կուշտ են։ Վերադառնամ հորս մոտ, խոստովանեմ իմ մեղքը, ասեմ, հայր, մեղանչել եմ քո եւ երկնքի առաջ, այլևս արժանի չեմ քեզ զավակ կոչվելու, ինձ ընդունիր իբրև քեզ ծառա։ Եվ լուսավոր որոշումը, որ ինքը միտքը որ գալիս է իր մտքում, փոխում է իր կյանքի ընթացքը, որոշում է վերադառնալ հոր մոտ։ Թողնում է ամեն ինչ եւ այն ճանապարհը, որ հարստությամբ էր անցել, վերադառնում է մենակ։ Այն ճանապարհը, որ ընկերների ուղերձությամբ ունեցվածքը վատնելով գնացել էր, հիմա վերադառնում է միայնակ, դժվարություններով, անապատների միջով, սովի պայմաններում։ Բայց լուսավոր միտքը, որ հայրը կարող է իրեն ներել, ստիպում է իրեն քայլել, որովհետև իր կյանքի հարցն է դրված, լինել կամ չլինելու հարցը։ Երբ որ հասնում է ավետարանիչը գրում է Քրիստոսի Տիրոջ խոսքերը, թե հայրը հեռվից տեսավ որդուն, գթած, վազեց ընդառաջ, գրկեց եւ համբուրեց։ Հայրը չսպասեց, որ որդին գա, ինչպես որ մենք հաճախ սպասում ենք, որ գան, կանգնեն մեր առաջ, ներողություն խնդրեն, որ մենք իրենց ներենք, չգիտեմ, բացատրություններ տան, մենք էլ մտածենք, ներենք թե չներենք, վերջում շռայլենք մեր ներողությունը։ Հայրը տեսավ հեռվից եկող որդուն, ամեն ինչ արդեն պարզ էր։ Եսայի մարգարեի միջոցով Տերն ասում է. ես արդեն հաշտվել եմ քեզ հետ։ Հայրը ողջ չի պահում մեր հանդեպ, ինքը արդեն հաշտվել է այն ժամանակ, երբ որ ժառանգությունը տվել էր մեզ։ Եվ սպասում էր մեր վերադարձին ոչ թե որպեսզի որոշեր, ներեր թե ոչ, հաշտվեր թե ոչ, այլ որպեսզի ընդուներ, գրկեր, համբուրեր, իր սերը ցույց տար, մեր վերքերը մաքրեր, մեզ կեղտից մաքրեր եւ սրբությունը վերադարձներ։ Եվ այդպես էլ անում է հայրը։ Թույլ չի տալիս նույնիսկ որ որդին իր միտքն ավարտի։ Հիշում եք, որդին որոշել էր, որ պիտի ասի, հայր, մեղանչեցի քո եւ երկնքի առաջ արժանի չեմ որդին լինելու, ինձ որպես ծառա ընդունիր։ Սա մարդկային միտք է, որ դիմացինի փոխարեն որոշումներ է կայացնում։ Որդին հոր փոխարեն որոշել էր, թե ինչպես պիտի այդ ներումը արտահայտվի։ Բայց քանի որ արդեն խոնար միտք ուներ, չէր համարում իրեն արժանի եւ ասում էր գոնե ծառա որպես ընդունիր։ Բայց հայրը թույլ չի տալիս, նույնիսկ այս բալագայում թույլ չի տալիս, որ մենք որոշումներ կայացնենք։ Ինչպես որ ինքը ասում է, իմ միտքը ձեր միտքը չի, իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն։ Եվ ինքը տալիս է ավելին, քան անարակ որդին կարող էր երազել։ Վերականգնում է որդիության պատվի մեջ լողացրեք, պատմուճանը հագցրեք, մատանին դրեք մատը, կոշիկներ տվեք եւ պարարտ եզը մորթեք, որ ուրախանանք, ասում է հայրը, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ հարություն առավ, կորած էր եւ գտնվեց։
հայրերը մեկնում են ասելով պատմուճանը սրբության խորհրդանիշն է, այսինքն երբ որ մենք ապաշխարությամբ նախ զղջումից հետո մեր միտքը փոխվում է, հետո ապաշխարությամբ վերադառնում ենք, հոր առաջ կանգնում ենք, պիտի խոստովանենք մեր մեղքը, բարձրաձայնենք։ Երբ որ խոստովանում ենք, Աստված մեզ սրբությունն է վերադարձնում, առանց մեզնից ինչ-որ բան պահանջելու։ Միայն մեր խոսքը լսում է և վերադարձնում է մեզ սրբության պատմուճանը, ինչից զրկվել ենք մեղքով։ Դրանից հետո մատանին է դնում մատին, որ իշխանության և որդիության նշան է։ Այսինքն, որպես ժառանգ վերադարձնում է իր պատվի մեջ։ Եվ կոշիկներն է ասում, տվեք կոշիկները։ Հիշում եք Ծննդոց գրքում Տերը ասում է, որ անիծում է սատանային, օձին ասում է պիտի փորիդ վրա սողաս, օղ պիտի ուտես, հող պիտի ուտես ամբողջ կյանքում, հետո ասում է պիտի խայթի մարդու որդու գարշապարը։ Ուրեմն օձը դրանով է վտանգավոր, որ ինքը ոտքն է խայթում, երբ որ մենք չենք նկատում, քայլում ենք, չենք նկատում, ոտքը խայթում է։ Եվ քանի որ այս ամբողջ պատմության մեջ օձը սատանային է խորհրդանշում, ուրեմն մեր ոտքերի պաշտպանությունը, որը կոշիկներն են հաճախ լինում, հայրերը մեկնում են, որ խորհրդանշում է ավետարանի խոսքը։ Ավետարանի խոսքով է, որ մենք մեր ոտքերը պաշտպանում ենք սատանայից, ինչպես որ Տերը ինքը ցույց տվեց անապատի փորձության ժամանակ, պատասխանելով սատանային բացառապես Աստվածաշնչից խոսքերով։ Ուրեմն Սուրբ Գիրքը մեր պաշտպանն է, երբ որ մենք ընթերցում ենք Սուրբ Գիրքը ավետարանի խոսքը, մեր ոտքերը պաշտպանված են սատանայի խայթոցներից։ Երբ որ չենք ընթերցում, ուրեմն ոտաբոբիկ ենք։ Եվ բոբիկ ոտքերով քայլում ենք օձերի մեջ, անպայման պիտի խայթվենք։ Վերականգնում է նաև ավետարանի խոսքի մեջ, եւ պարարտ եզը հայրերը բացատրում են, որ սա խորհրդանշում է Քրիստոսին, որին հայրը մեզ համար զոհաբերեց, որպեսզի մենք ճաշակենք եւ ուրախությամբ լցվենք, հոգեվոր ուրախությամբ ու կյանքով եւ վերադառնանք ընտանիք։ Առակը ավարտվում է կրտսեր որդուց տեղափոխելով հայացքը դեպի ավակ որդին, ով վերադառնում է ագարակից եւ երկու բառը լսելով բարկանում է, հարցնում է, ինչ տոնակատարություն է մեր տանը, եւ իմանում է, որ կրտսեր եղբայրը վերադարձել է եւ հայրը զենել է պարարտ եզը, բարկանում է, ներս չի գալիս, այսինքն ուրախությունը չի կիսում։ Ինչպես որ փարիսեցիների պարագայում մեղավորները վերադառնում են, իսկ իրենք չեն ուրախանում։ Ինչպես որ մենք հաճախ տեսնում ենք մեղավորի մեղավոր լինելը եւ ավելի հրճվում ենք դրանով, քան նրա դարձով։ Ուրեմն մենք պիտի այս առակի մեջ փորձենք մեզ տեսնել կամ անառակ որդու, կրտսեր որդու կերպարում կամ ավակի կերպարում։ Եթե մենք նույնիսկ պատվիրանները կատարում ենք, եկեղեցի ենք հաճախում, կատարակների ենք մասնակցում, ավետարան ենք ընթերցում, հոր կամքը կատարում ենք, բայց պարտավոր ենք, ինչպես որ հայրն է ասում, ուրախանալ մեր եղբայրների վերադարձով, որոնք որ ինչ-որ պատճառով անառակի պես հեռացել էին, բայց պիտի ուրախանանք, որովհետև մեր եղբայրներն են, որ կորած էին եւ գտնվեցին, մեռած էին եւ Աստված հարություն տվեց իրենց։ Ուրեմն մերն է որոշում, առակը չի ասում, թե ավակ որդին ինչ արեց։ Առակը չի պատասխանում այդ հարցին, թե ինչ արեց ավակ եղբայրը։ Ուրեմն այս հարցի պատասխանը մենք պիտի տանք մեր կյանքում։ Քանի որ մենք այսօր խոսում ենք եկեղեցում հավաքված հավատացյալների առաջ, ուրեմն մենք Աստծո ողորմությամբ դեռ ընտանիքում ենք կամ արդեն վերադարձել ենք, ուրեմն մեզանից է կախված, թե կընդունենք արդյոք մեզ նման վերադարձողներին եւ ինչ սիրով կընդունենք, թե ոչ, կուրախանանք, թե ոչ։ Թող Աստծո սերը մեր սրտերը լցնի հաշտությամբ, թող այս օրը մեր բոլորի կյանքում լինի հաշտության օր,
իրար հետ հաշտվենք, իրար ներենք մեր հանցանքները մեկս մյուսի հանդեպ, որովհետև մեր հայրը մեր հանցանքները ներեց և հաշտվեց մեզ հետ, ողջ չպահենք իրար հանդեպ, եթե նույնիսկ մեր եղբայրը կամ քույրը դեռ չի վերադարձել և ներողություն չի խնդրել, ողջ չպահենք, այլ գթությամբ սրտում հաշտ լինենք և աղոթենք իրենց համար, ակնկալելով, ինչպես որ հայրն էր նայում ճանապարհին, ակնկալելով վերադարձը անառակ որդու։ Մենք էլ մեր եղբայրների ու քույրերի վերադարձը աղոթքով ակնկալենք։ Աստծո շնորհը, սերը և խաղաղությունը թող լինի մեզ ամենքիս հետ այսօր և հավետյանս։ Ամեն։